Տիկին Գալին մի քանի հարց ունեմ, առաջինը գործող օրենքից հանում ենք հանրային գերակաշահի որոշման սկզբունքները, խնդրեմ մի քիչ հիմնավորել ինչի հիման վրա է հանգում այս սկզբունքները եւ արդյոք իրացվում են այլ հոդվածներով այս սկզբունքների արդեն առարկայական կոնկրետ դրսևորումներ։ Երկրորդը, արդյոք քաղաքացին կամ իրավաբանական անձը զրկվում է իրավունքից վիճարկելու կառավարության որոշումը գերակա հանրային շահ ճանաչելու մասին եւ եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ, որովհետեւ ես որքան հասկացա, կարող վիճարկել բացառապես փոխհատուցման չափը ըստ էության, բայց ոչ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք։ Երրորդը, ակնհայտ է, որ ներկայումս ավելի են սրվել հարաբերությունները պետություն մասնավոր հատվածում, հատկապես գերակա հանրային շահ հասկացության ներքո, բազմաթիվ որոշումների ներքո, երբ որ հաշվի չեն առնում մի շարք հանգամանքներ, սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ այլն։ Արդյոք այդ կարգավորումները, այս նոր կարգավորումները այս հարցերին անդրադարձ ավելի մանրամասը կատարում են թե ոչ։ Պարոն Մինասյան, միայն մի ճշգրտող հարց, պետություն մասնավոր հարաբերություններ ասելով ինչ նկատի ունեք, պետություն բիզնես, թե պետություն քաղաքացի։ Ցանկացած հարաբերություն, որի դեպքում ուղղակի գերակա հանրային շահի ճանաչում եւ սեփականությունը պետք է օտարվի։ Չէ, դուք ասացիք լարվել են, այդ լարումը, որ նկարագրեք, հարցի կպատասխանեմ, ինչի մասին է։ Ասում եմ, թե բիզնես միջավայրում, թե քաղաքացիական, սովորական հարաբերություններում։ Չէ, ձեր հարցի բովանդակությունն է ինձ համար անհասկանալի։ Ինչով են լարված պետություն մասնավոր հարաբերությունները։ Երբ որ պետությունը որոշում է որևէ կոնկրետ բիզնեսի պատկանող կազմակերպության ներքո, հա, դիտարկի հանրային գերակա շահը։ Դե հիմա եմ հարցնում, բացարձակնակապություն Հյուսային պողոտայի հետ, ես խոսում եմ հիմիկվա մասին եւ պարոն Սարգսյան, եւ կոնկրետ հարցադրումը վերաբերում է այն բիզնեսներին, հետո նաեւ հետ եւ այլն, որոնք որ բիզնես տիրույթում են եւ պետությունը որոշել է գերակա հանրային շահ ճանաչել։ Լարված է, չէ՞ հարաբերությունը, թե բայց կա նաև բազմաթիվ հարցեր, որոնք քաղաքացիների սեփականության իրավունքի հետ կապված։ Կամ բազմաբնակարան շենքերի թույլտվություններ են տրվում։ Դա բիզնես պրոյեկտ է, չէ՞, մեծ հաշվով, մասնավորի կողմից իրականացվող։ Պարոն Մինասյան, ես առաջարկում եմ, որպեսզի Տիկին Գալյանը անդրադառնա հարցին, նախագծեր կապված բարձրացած ձեր հարցին։ Շնորհակալություն։ Իրականում այս փոփոխությունները արվում են, որպեսզի Հյուսիսային պողոտայի օրինակներն այլևս չունենանք եւ արվում է արդարացի իրավունքների հավասարակշռություն ապահովելու նպատակով փոփոխությունը։ Ձեր հարցին Պարոն Մինասյան, Տիկին Գալյան, էություն պատում, հարգելի գործընկերներ, դուք բոլորդ հնարավորություն կունենաք արտահայտվելու, բայց խնդրում եմ իրար մի ընդհատեք, թույլ տվեք պարոն Մինասյան, թող ավարտի Տիկին Գալյանը, դուք արձագանքի հնարավորություն կունենաք։ Խնդրեմ Տիկին Գալյան։ Ես մեկ եւ միակ պարզ միտքն էի փորձում արտահայտել, որը վերաբերում է մարդու իրավունքներին եւ դրանց հնարավոր խախտումներին, որոնք ժամանակին արձանագրվել են։ Հիմա մեր բոլոր քայլերը միտված են նրան, որ հնարավոր խախտումներ չարձանագրվեն միջազգային ատյանների կողմից։ Ձեր առաջին հարցին պատասխանելով, որը վերաբերում էր նրան, որ մենք օրենքից ջնջել ենք հանրության գերակա շահ ճանաչելու որոշման կայացման սկզբունքները, մենք չենք ջնջել, պարոն Մինասյան, մենք տեղափոխել ենք դրանք նկարագրված են 7-րդ հոդվածում, ընդ որում դրանց նկարագրությունը ավելի կոնկրետ եւ ընդլայնված է։ Սա առաջին հարցի պատասխանը։ Երկրորդ հարցի պատասխանը, որը հետևյալն էր, հարցը հետևյալն էր, արդյոք քաղաքացին զրկվելու է բողոքարկելու հնարավորությունից հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումը, միակ հստակ պատասխանն է ոչը, ինչու, որովհետև
վարչական դատավարության շրջանակներում քաղաքացին պահպանելու է հնարավորությունը եւ իրավունքը հայտ ստանել վարչական դատարան եւ վիճարկել կառավարության որոշման իրավաչափությունը։ Այսինքն այստեղ մենք որևէ փոփոխություն չենք անում։ Մեր միակ փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական դատավարությանը, որի շրջանակներում քաղաքացիները որպես կանոն վիճարկում են փոխհատուցման չափը, այսինքն անհամաձայնություն ունենալով որոշված շուկայական արժեքի վերաբերյալ, նրանք հայցադիմումներ են ներկայացնում քաղաքացիական դատարան եւ մենք փոխում ենք այս գործերի քննարկման կարգը, նախատեսելով դատավարական հատուկ ընթացակարգեր այս գործերի համար։ Ինչ վերաբերում է ձեր վերջին հարցին, ապա դրա պատասխանն իմ ամբողջ ելույթն էր, պարոն Մինասյան, ինչու, որովհետեւ ես հստակ նկարագրեցի, թե ինչ օգուտ է ունենալու բիզնեսը այս կարգավորումներից, ինչ օգուտ է ունենալու մասնավոր ֆիզիկական անձը այս կարգավորումներից այն համատեքստում, որ նախ կառավարության համապատասխան որոշումները պետք է լինեն ավելի հիմնավորված, երկրորդ փոխհատուցման չափի գնահատման շուկայական արժեքի գնահատման մեթոդաբանությունը լավարկվելու է եւ համապատասխանեցվելու է միջազգային ստանդարտներին, այսինքն մենք ակնկալում ենք, որ քաղաքացիներն ավելի գոհ պետք է լինեն այդ գնահատման արդյունքից, երրորդ նախատեսվում է մասնակցության հնարավորություն քաղաքացու համար այդ գույքի գնահատման գործընթացին, չորրորդ նախատեսվում է, որ միակ բնակարանի կամ բնակության համար նախատեսված գույքի օտարման դեպքում գործելու են փոքր-ինչ այլ կառուցակարգեր, նաև հաշվի առնելով սոցիալական որոշակի խնդիրների հաղթահարման ուղղված վճարների տրամադրման հնարավորությունները եւ վերջին, եթե բիզնես տարածք է օտարվում որպես հանրության գերակաշահ, ապա այս դեպքում ես իմ ելույթում նշեցի, որ հաշվարկային հաշվապահական փաստաթղթերի հիման վրա հաշվարկվելու է նաև հնարավոր վնասը կամ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հաշվարկվելիք եկամուտը եւ վճարվելու է տվյալ անձանց։ Ընդհանուր առմամբ ձեր հարցի պատասխանը շատ հակիրճ այսքանն էր, բայց ես ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը կրկին, որ այս փաթեթով մենք փորձում ենք պաշտպանել այն քաղաքացիների իրավունքները, որոնց սեփականության իրավունքը սահմանափակվելու է կառավարության որոշմամբ, եւ մյուս կողմից էլ ուզում ենք հնարավորություններ սահմանել, որպեսզի սեփականության իրավունքը փոխանցվի ավելի վաղ, քան դատարանում երկարատև process-ներն են, որովհետեւ մենք ունենք մի իրավիճակ, երբ օրինակ 100 բնակչից միայն մեկը կարող է բողոքարկել համապատասխան որոշումը կամ համաձայն չլինել փոխհատուցման չափի հետ եւ մեծ ներդրումային ծրագիրը կարող է կանգ առնել միայն այն պատճառով, որ սեփականության իրավունքի փոխանցումը մենք չենք կարողանում իրականացնել։ Եվ եւս մեկ կարևոր հանգամանք եմ ուզում շեշտադրել, այս պահին գործում է բոնուսային համակարգ, մասնավորապես եթե քաղաքացին համաձայնում է գնահատման արդյունքին, նրան վճարվում է շուկայական արժեքը պլյուս 15%, այսինքն 15% հավելյալ վճարում է տեղի ունենում, նախագծով առաջարկվում է եւս 15% վճարել այն դեպքում, երբ քաղաքացին համաձայնում է առանց դատական բողոքարկումների փոխանցել սեփականության իրավունքը, այսինքն 30% փաստացի շուկայական արժեքի գնահատումից ավել տրամադրվելու է քաղաքացուն որպես փոխհատուցում սեփականության իրավունքի զիջման, այսպես ձևակերպեմ։ Արձագանքում եք։ Քին Գալյան, ինձ թվում է ի սկզբանե, երբ որ հարցադրումը դրվում է, այլ ենթատեքստեր պետք չի փնտրել։ Պրոբլեմներ եղել են բոլոր նախաձեռնություններում, բոլոր նախագծերում, նախկինում էլ, ներկայում էլ։ Եվ երբ որ Հյուսային Պողոտան հատուկ շեշտվում է, ու դուք բոլոր պարսրաշան պաշտոնատար անձինք, պատգամավորներ եւ այլն, երբ որ հյուր եք ունենում, տանում եք Հյուսային Պողոտա, գեղեցկությունն եք ցույց տալիս Երևանի, դա բացարձակ չի նշանակում, որ բացարձակ չի նշանակում ունեզրկված քաղաքացիները հիմա էլ կան։ Ու ասեմ ձեզ ավելին, այդ Հյուսային Պողոտայի շրջանակներում բազմաթիվ դատական ակտերը, որ կայացվել են, եւ նաեւ մի մասն էլ, որ հիմա կայացվել է ու նաեւ ընթացքը չի գնացել, այսինքն կա չկառուցապատված չէ տեղեր, բազմաթիվ տեղեր կան չկառուցապատված, որ Տիկին Գալյանի բերած նախաձեռնության շրջանակներում ստացվում է, որ հետագայում այդպես չի լինելու։ Այսինքն սեփականության իրավունքը օտարվելու է, անկախ նրանից հետագայում դատարանը ինչ կորոշի,
Այնտեղ ինչ կկառուցվի, ներդրումային ինչ ծրագիր կիրականացվի, դա կապ չունի ձեր իրավունքների պաշտպանության հետ։ Ըստ էության պատասխանը սա էր, որ հետ այսու դա չի կասեցնելու ներդրումային ծրագիրը, դուք ուզում եք բողոքարկեք, գնացեք բողոքարկեք, բայց սեփականության իրավունքը անցնելու է անձին, ով որ իրականացնի այդ ծրագիրը, եւ եթե հետագայում հարց կարող է առաջանալ բացառապես փոխհատուցման մակարդակում ընդամենը, ոչ ավել, ոչ անձի սեփականության իրավունքի վերականգնման հնարավորություն կտրվի, կամ եթե այդպեսին տրվի, էականորեն սահմանափակվում է այդ հնարավորությունը։ Եվ վերջին դիտարկումը, Տիկին Գալյան, բիզնեսի գնահատումը, երբ որ դուք ասում եք բիզնեսը գնահատվում է եւ դրան համապատասխան է տրվում, իմ հարցադրումը շատ ավելի խորքը վերաբերում էր հետեւյալին. ցանկացած բիզնեսի կամ քաղաքացու սեփականության իրավունքի վերցնելը եւ կոնկրետ ծրագրերի տակ դնելը ինքը ունենում է ոչ միայն տնտեսական, ոչ միայն իրավական, այլ բազմաթիվ բնապահպանական հետևանքներ։ Առարկայորեն մենք այսօր տեսնում ենք, չէ՞, բազմաբնակարան շենքերի մասշտաբային շինարարության բնապահպանական հետևանքները, որոնց մի էական մասը նաև գերական հանրային շահի ներքո սեփականության օտարում է եղել։ Հիմա իմ հարցադրման խորքը այստեղ էր, առանց որևէ մեկին թիրախավորելու։ Համակարգային եմ ես ուզում հարցադրման անդրադառնանք։ Օրինակ, երբ որ որոշվում է այդ ամբողջ մեխանիզմը փորձաքննությունների, արդյոք նախատեսվում է, որ ավելի ընդլայնել, ավելի մեծացնել, ոչ թե թողնել քաղաքաշինական թույլտվությունների շրջանակում, նախապես, որպեսզի կարողանա հանրությունը հետագայում նաև կարևորի այդ մեխանիզմը, այդ ինստիտուտը, ասենք նույն նախկին իրականացված միջոցառումների ժամանակ էլ է սա թերություն եղել, բնապահպանական, ասենք նույն շրջակա միջավայրի կամ կլիմայի փոփոխության հետևանքները հաշվի չառնելը, այդ հարցադրումները համակարգային դրա համար եմ ես բարձրացնում։ Այսօր բոլորը բողոքում են հեղեղներից, հեղեղատարների բացակայությունից եւ այլն, բայց մի էական հատված նաև պայմանավորված է նրանով, որ գերակա հանրային շահի ներքո այս ամենը հաշվի չեն առնվել։ Ասենք տրվել է թույլտվություն կամ գերակա շահի ներքո կառուցապատման իրավունքի փոխանցումը։ Ձևակերպենք, որտեղ ելույթներ հնարավորություններ են ունենալու։ Ես հարցի էությունն եմ բացատրում, որպեսզի հստակ լինի։ Տրվել են կառուցապատման թույլտվություններ առանց հաշվի առնելու այս ամենը, հետո սկսում ենք բողոքել։ Քաղաքաշինությունից ենք բողոքում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ենք բողոքում, մինչդեռ հարցի մեխը ի սկզբանե դրված է այստեղ։ Եվ դա չի վերաբերում Չայլոս մենակ Երևանին, վերաբերում է ողջ հանրապետությանը։ Պարոն Մինասյան, ես այն ամենը, ինչ ասում եմ, իրականում ձեր մտահոգությունների փարատմանն են միտված։ Այսինքն, եթե դուք հիմա բարձրաձայնում եք դրանք որպես խնդիրներ, մենք էլ ասում ենք, մենք էլ ենք նկատել այդ խնդիրները, որովհետև ժամանակին այդ որոշումները հնարավորություն կար կայացնել հանրության աչքից հեռու, նաև չհիմնվելով մարդու իրավունքների վրա եւ չհիմնվելով թեկուզ ձեր կողմից նշված բնապահպանական կանոնների վրա, հիմա մենք ասում ենք, եկեք նենց չափանիշներ սահմանենք, որ դա բացառենք։ Այս նախագիծը հենց դրա մասին է։ Եվ չէ, դրա մասին է։ Եվ հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ շեշտադրել, դա այն է, որ նախագծով սահմանվել է հանրության գերակա շահ ճանաչելու կառավարության որոշման հանրային քննարկման պահանջ։ Այսինքն, մինչև կառավարության որոշում դառնալը, դա պետք է հանրության շրջանակներում քննարկման առարկա դարձվի։ Կարծում եմ, սա ձեր գրեթե բոլոր կամ որոշ մտահոգություններ փարատում է։ Այսինքն մենք այնպիսի թափանցիկություն ենք ուզում ապահովել, որը իրականում շատ բարդ է կառավարության համար։ Այսինքն մենք մեզ համար ենք ավելի խիստ չափանիշներ սահմանում։ Ավելի խիստ չափանիշ ենք սահմանում, որ
Նորից եմ կրկնում, վաղը չունենանք այն խնդիրները, որոնք ունենք այսօր։ Իսկ ինչ վերաբերում է ձեր այն դատողություններին, որ այս նախագծով փաստացի սահմանափակվում է քաղաքացիների իրավունքը բողոքարկելու, հայց ներկայացնելու, ես այդ հարցին պատասխանեցի հստակ ասելով ոչ։ Մենք այդ դաշտը թողել ենք անփոփոխ։ Վարչական դատարանը իր տեղում է, քաղաքացու իրավունքը վարչական հայց ներկայացնել դատարան վիճարկելով կառավարության որոշումը, ոչ թե հատուցման չափ, այլ կառավարության որոշումը իր տեղում է։ Այդ ինստիտուտին մենք չենք անդրադարձել։ Եթե համապատասխան որոշում կայացրեց վարչական դատարանը, որ կառավարության որոշումը ընդունվել է սահմանված կարգի խախտմամբ, սեփականության իրավունքի վերականգնում է տեղի ունենալու։ Կասեցումը հայցի ապահովման նույն հնարավորությունները, ինչ որ կան այսօր, պահպանվել են։ Այսինքն, եթե կարող է գեներացվել անխուսափելի այնպիսի ռիսկ, որը կարող է ոտնահարել անձանց իրավունքները, ապա այդ դեպքում դատարանը հնարավորություն ունի հայցի ապահովման միջոց կիրառել։